Հիշեցնեմ, որ ես աշխատում եմ բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնում, որտեղ գործում է տարածաշրջանի հզորագույն լաբորատորիաներից մեկը՝ նեղ մասնագիտացված գենետիկ ոլորտում։ Վստահելի լաբորատորիայի առկայությունը տալիս է շատ մեծ հնարավորություններ ախտորոշման ասպարեզում։ Խորհրդատվության ընթացքում, երբ կատարվում է կլինիկական զննումը, անմիջապես կլինիկական զննման ժամանակ ես ունեմ հնարավորություն վերցնել մատերիալ լաբորատոր հետազոտության համար։ Դա կարող է լինել ինֆեկցիաների և վիրուսների սկրինինգը, ֆեմափլոր սկրինը, HPV սկրինը, դա կարող է լինել մանրէաբանական քննությունը, բակքննությունը, երբ որոշում ենք բակտերիալ միկրոֆլորան և դեղորայքի զգայունությունը։ Կարող ենք անել ռոոպլազմայի և միկոպլազմայի պարագայում դեղերի հանդեպ զգայունության որոշում և իհարկե պապ տեստը։ Այս և ոչ միայն այս հնարավորությունները կան անմիջապես կլինիկական զննման ժամանակ հետազոտություններ կատարելու առումով։ Եթե կարիք է լինում հավելյալ հետազոտությունների, դա կարող են լինել հորմոնների հետազոտություն, նյութափոխանակության, բիոքիմիական, օնկոմարկերները շատ կարևոր են և շատ այլ հետազոտություններ, ցանկը կարող եմ երկար դեռ թվարկել, բայց այդ ամբողջ հետազոտությունների հնարավորությունը ունենք և դա արդեն կինը հանձնում է, պահպանելով համապատասխան բոլոր նախապայմանները։ Դա արդեն նշվում է խորհրդատվության ժամանակ և տրվում է համապատասխան ցուցումներ։